Գիտեք, անցած ծառայությանը հուսամ բոլորը տեղել եք։ Ես ծառայում եմ այդ ժամանակ պատանեկանին, բայց միշտ հետո լսում եմ կիրակի օրը, որ մենք ծառայողներով լինենք նույն հոգու մեջ եւ վերջում եմ մտել, որ միլեն քրոջ քարոզից հետո հորդոր կար բոլորին, սենց եմ հասկացել, հա, եթե դու մեկին չես ատում, դա դեռ չի նշանակում, որ դու իրան սիրում ես։ Եթե դու իրան սիրում ես, ասա, որ դու իրան սիրում ես։ Եվ մենք այդ ակտը արեցինք ստեղ։ Դուք լսեցիք խոսքը, ես այդ պայն մտա շատ բան չէի ջոգում, ինչա կատարում։ Հետո լսա ու հասկացա, որ ուզում եմ հիմա ձեզ բոլորիդ ասեմ, որ բոլորիդ սիրում եմ։ Կապ չունի առաջին անգամ եմ տեսել, թե անընդհատ շփվում ենք, ուզում եմ դա ձեզ անձամբ ասեմ, սիրում եմ բոլորիդ։ Տերը օրհնի ձեզ։ Եկեք մենք իրար սիրենք ու ասենք, որ իրար սիրում ենք, իրար հարգում ենք։ Միլեն ջան, շնորհակալություն քեզ այդ падգամի համար, որովհետև դա ֆունդամենտալ բաներ փոխող, հիմքեր իր տեղը դնող քարոզեր։ Կարաս գնաս եթե գնում ես։ Տերը օրհնի։ Եթե դու մեկին չես ատում, դա չի նշանակում, որ իրան սիրում ես։ Եթե դու սիրում ես, պետք է դա ցույց տաս։ Երբեմն մենակ բառերն էլ գործն էլ է։ Մեր փոխհարաբերությունն է իրար նկատմամբ ցույց տալիս, որ մենք սիրում ենք իրար։ Ամեն։ Տերը օրհնի ձեզ։ Այսօրվա իմ խոսքը երկրորդ Կորինթացիներ 13:13 խոսքն է, ամենավերջին խոսքն է, Կորինթոսի եկեղեցուն ուղղված նամակի ամենավերջին խոսքն է, որտեղ Պողոս առաքյալը ասում է բոլորիս հայտնի խոսքը. Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, Հայր Աստծո սերը, Սուրբ Հոգու հաղորդությունը մեր ամենքի հետ լինի։ Ամեն։ Բոլորս անգիր գիտենք, բոլորս ասում ենք ամեն։ Եկեղեցիներ կա, որ սովորություն են սարքել իրանց ծառայության վերջում միշտ ասում են այդ խոսքը, բայց բան կա, որ ուզում եմ խորանանք, բան կա, որ ուզում եմ մտորենք։ Առհասարակ մենք հարության տոնից հետո գալիս ենք Պենտեկոստեի տոնի շեմին։ Չէր լինի Պենտեկոստեն, եթե չլիներ հարությունը, չէր լինի հարությունը, եթե չծնվեր մեր Տեր Հիսուսը։ Այս բոլոր դեպքերը իրար հետ շահկապված են, իրար հետ շատ պինդ կապված են, մարգարեական իրադարձություններ են, մեկը մյուսի շարունակությունը, եւ միշտ ասել եմ, ինչքան կարևորում ենք զատիկը, Իսրայելի ժողովրդի ազատվելը, հարության տոնը հիմա ինչքան սա կարևորում ենք, ասեմ հավասարաչափ այդքան էլ կարևորեք Պենտեկոստեի տոնը։ Ամեն, որովհետև չգար Սուրբ Հոգին, չգիտեմ, մենք մի մասը ստեղ կլինեինք, թե չէ։ Եթե չգար աշխարհ Սուրբ Հոգին, իսկ Սուրբ Հոգին չէր գա, եթե մեր Տեր Հիսուսը մեր մեղքերի համար քավություն չաներ խաչի վրա։ Խի չէր կարող մեր մեջ գար Սուրբ Հոգին, որովհետև մեղքի հարց կար մեր ներսում, ինչը արգելում էր։ Չէր կարա աղավնին գար ցեխի մեջ։ Չէր կարա Սուրբ Հոգին գար իմ չծնված, չնորոգված, վերստին չծնված տապանի մեջ։ Ամեն։ Սա սկզբունքներ է, որ ամբողջ Աստվածաշնչում մենք տեսնում ենք։ Եվ այս խոսքի երրորդ հատվածի վրա եմ այսօր ուզում խոսամ, եւ Սուրբ Հոգու հաղորդությունը ձեր ամենքի հետ լինի։ Ամեն։ Խոսքը գրել է, այսօր մտորում էի, երեկ այսօր որ պատրաստում էի, խոսքի մտորում էի այս խոսքի շուրջ եւ հետաքրքիր հայտնություն ստացա։ Կորինթացիները, Կորինթոսի ժողովուրդը շատ խառը ժողովուրդ են եղել։ Այդ ժողովրդին 3 հատ նամակ է գրել Պողոս առաքյալը, որից մեզ երկուսն է հայտնի, եւ այդ երկու նամակները, որ մենք կարդում ենք, հենց առաջին նամակում ճիշտ է նամակը երկուսն էլ սկսում է Կորինթոսում եղող սուրբերին, որտեղ մենք հավատում ենք, որ եկեղեցին սուրբ է, եկեղեցին կույս է, եկեղեցին այն կառույցն է երկրի վրա, որը Աստված իր արյունով, իր որդու արյունով գնել է, որը որ հարսն է, որը որ գնալու է, հափշտակվելու է մոտ անկախ նրանից եկեղեցում կան հարցեր, չկան հարցեր, մարդ կա նորա, մարդ կա դեռ մեղքից ինչ որ կապանքից դեռ չի ազատվել, Պողոսը խոսում է այդ եկեղեցուն, Կորինթոսում եղող սուրբեր, Եփեսոսում եղող սուրբեր, Գաղատիայի ժողովուրդ սուրբեր, հասկանում եք, եկեղեցին ինքը սուրբ է, ամեն։ Կորինթոսի նամակը որ կարդում ենք, երրորդ գլխում ենք հանդիպում ենք, որ Պողոսը ասում, ախր ինձ լուր է հասել ձեր մասին, ախր ձեր վիճակը շատ մանկական վիճակ է։ Ես ձեր հետ չեմ կարող որպես նորմալ հասուն մարդկանց հետ խոսամ, մեկը ասում է Պողոսյանը, մեկը ասում է Կեփասյանը, մեկը ասում է Պողոսյանը, вообще դա շատ մանկական վիճակ է, ես չգիտեմ ձեր հետ ոնց խոսամ։ Մի քիչ հետո հանդիպում ենք մեկին, ով իր հոր կնոջ հետ սրբապղծության մեջ է եղել։ Հետո էլի ենք տեսնում խնդիրներ, էլի հարցեր, բաներ, որ Պողոս առաքյալը ընդհանուր շատ ընդեղ դնում է ֆունդամենտալ, թե կարգուկանոնային, թե վարդապետական, թե ուսմունքային լիքը հարցեր է դնում։ Հաղորդության վաղ ասում է вообще, որ դուք հավաքվում եք, մեկը հարբում է, մեկը սոված անում, սենց վիճակներ կան։
տենց վիճակներ կային, բայց միևնույն ժամանակ հեղված էին այնտեղ Սուրբ Հոգու բոլոր պարգևները։ Եվ ես ուզում եմ այսօր մենք գնանք միտեղ Սավուղի էշերից սկսած, որ Սուրբ Հոգու հաղորդակցությունը քեզ կարա միայն բարձրացնի այն ճիշտ մակարդակի վրա, որի վրա Աստված քեզ ուզում է տեսնել։ Դրա համար Պողոս Առաքյալը այդ եկեղեցուն, որ այդքան խնդիրներ կան, կարգ ու կանոնները գրում է, ուսմունքը գրում է, վարդապետությունը գրում է, հաղորդության ընթացքը, եթե նկատեք, մենակ տեղ է գրում, լիքը բաներ սովորացնում, կույսի հետ կապված, ամուսնանալու հետ կապած, երեխեքի հետ կապած, սովորացնում, վերջի ամենավերջի համարում այս խոսքն է, ասում այդ նամակները ամենավերջում։ Եթե դու գնահատել ես Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, եթե դու արժեքավորել ես Հայր Աստծո սերը եւ մնում ես Սուրբ Հոգու հաղորդակցության մեջ, այս իմ ասածը բոլորը լինելու է, ամեն։ Պողոսի տեղն եմ ասում, այս իմ ասածը, Պողոսի ասածը բոլորը լինելու է։ Այսինքն այդ ամբողջ երկու նամակները իր ամբողջ վարդապետությունով, ուսմունքով, իր ամբողջ գրածով, դրածով, սովորացրածով, ուղղածով կիրականանա այն դեպքում, երբ որ ամենավերջին խոսքը իրականանա։ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, որի շնորհիվ դու մեղքից ազատվեցիր դարար Աստծո զավակ։ Հայր Աստծո սերը, որը Հիսուսն էր խաչի վրա, եւ Սուրբ Հոգու կենթանի հաղորդակցությունը քեզ կտանեն այնտեղ, որտեղ դու պետք է գնաս։ Ամեն։ Դու համաձայն ես սրա սիրելիս։ Ես ուզում եմ ասեմ, որ Սուրբ Հոգին եկել է, որպեսզի քո մտածելակերպը սարքի թագավորական, արքայական մտածելակերպ։ Երբ որ Եգիպտոսից Իսրայելի ժողովուրդը դուրս եկավ, սրա մասին էլ ենք շատ խոսում, որտեղ ինքը լրիվ օրինակ է։ Ինքը այսօր մարդու վերստին ծնվելու, աշխարհից դուրս գալու այդ process-ի օրինակ է։ Երբ որ Իսրայելի ժողովուրդը Եգիպտոսից դուրս եկավ, իրանք եկան դեպի խոստացյալ երկրները, բայց Մովսեսը, որ առաջնորդել էր, Մովսեսը չտարավ իրանց։ Իրանց տարավ Հեսուն։ Հեսուն իրանց տարավ խոստացյալ երկրները եւ իրանք ժառանգեցին գրեթե բոլորը։ Մի փոքր մաս մնաց, բայց գրեթե բոլորը Հեսուն ժառանգել տվեց իրանց։ Հեսուի հաջորդ գիրքը դատավորած գիրքն ասում է, որ եւ մեռավ Հեսուն եւ Հեսուի հետ եղող բոլոր ժողովուրդը, այն մարդիկ, ովքեր խոստացյալ երկիր եկան մտան, եւ երբ որ իրանք մեռան եւ խառնվեցին իրանց հայրերի հետ, վեր կացավ, բարձրացավ, այսինքն ծնվեցին, մեծացան, բարձրացավ ժողովուրդ, որ ոչ Տիրոջն էր ճանաչում, ոչ էլ Տիրոջ օրենքը գիտեր։ Եվ այդ ժամանակ, որպեսզի Աստված ճիշտ առաջնորդություն տար իր ընտրյալ ժողովրդին, որպեսզի տեղ հասնեն, ինքը հանում էր դատավորներին։ Գիտեք Գեդեոնին, գիտեք Սամսոնին, Հեփթա եկար, Դեբորան կար, սրանք մարդիկ էին, ում մասին գրված է բոլորի, որ եւ Տիրոջ հոգին իջավ իր վրա, գրված է, երբ որ Սամսոնի մայրը ծնեց Սամսոնին, երեխան մեծանում էր եւ բանակում Տիրոջ հոգին գալիս էր իր վրա։ Գրած է, որ Գեդեոնը, երբ որ ընտրվավ Աստծուց, որ ինքը իրան թերարժեք էր զգում, ես ով եմ, Բենյամինի փոքր ցեղից, ամենափոքր ընտանիքից, ոնց ես ազատեմ Իսրայելը, երբ որ ինքը մի կերպ հոժարվեց Աստծո ընտրությանը եւ Աստված պիտի իր միջոցով արդեն հաղթության տաներ, գիշերը արդեն որ պիտի պատերազմ սկսեր, գիշերը Տերը առանձին նորից Գեդեոնին հանդիպում է ու ասում է. Գեդեոն, հորդ դռան դեմը կուրք կա, կուրքի արձան կա, աստարովտ կա, բահաղ կա, գնա դրանք ջարդիր զոհարա, որ շարունակվի այս ամեն ինչը, գնա առաջ, եւ ինքը վախենում է ցերեկով անի գիշերով անում, ջարդում է այդ փայտերը սաղ դրանցով զոհ անում Աստծուն, եւ հետո պատմություն ալնում, բայց չեմ ուզում ուրիշ բանի վրա ուզում ուշադրություն դարձնեմ։ Ժողովուրդը գալիս է հակառակում են եւ այլն, բայց Տիրոջ կողմը շարունակությամբ է sense ասում, եւ դրանից հետո, երբ որ այդ կուրքը ջարդեց, Տիրոջ հոգին իջավ Գեդեոնի վրա, եւ Գեդեոնը բարձրացավ գնալու հաղթելու, ամեն։ Սամսոնի վրա դեղ էր Տիրոջ հոգին գալիս բանակում, մի հատ էշի ծնոտով 1000 մարդ էր փրթում։ Գեդեոնի վրա sense եկա, որ ինքը թերարժեքության զգացումով իրան հոգին եկավ, բարձրացեց, մեծ հաղթանակ տարավ։ Եվ Աստվածաշնչյան բոլոր հերոսները ում էլ որ նայենք, բոլորը Սուրբ Հոգու ներկայությամբ կարացան բարձրանան եւ ինչ որ մի բանի հասնեն, ինչ որ մի հաղթանակ տանեն։ Ամեն։ Եվ իմ հաջորդ հերոսը Սավուղն է։ Եվ այս պատմություններից հետո, երբ որ Հեսուի դատավորների ժամանակվանից հետո, այսինքն Հեսուից հետո եկան դատավորների ժամանակը, դրանից հետո եկավ մի ժամանակաշրջան, որ կար քահանա, կար քահանաներ, հեղի քահանայապետներ իր երկու
շատ կներեք պիղծ զավակների հետ, որոնք սրբապղծություն էին անում խորանի շրջապատում, այսինքն քահանայական կարգը որպես ծառայություն Աստծուց դրված իր դերի մեջ չէր, եւ տեսանող չկար, խոսքն ասում է առաջին թագավորած գրքում, որ տեսանող չկար, հայտնի խոսք չկար, մի դժվար ժամանակաշրջան է եկել, իսկ Աստծո ժողովուրդը որպեսզի առաջնորդվի, իրան առաջնորդ է պետք, առաջնորդ, որը Սուրբ Հոգուց պետք է վերցնի ու գնա այնտեղ, որտեղ Տերը ուզում է իրան ստանի։ Անկամ Տերը, որ Իսրայելի ժողովրդին հանեց Եգիպտոսի անապատ, գրված է կրակի սյունով ցերեկը եւ ամպի սյունով, կրակի սյունով Տերը առաջնորդում էր այդ ժողովրդին, որ պետք է գնային։ Աստված միշտ առաջնորդ է հանում ու առաջնորդում է։ Եվ Տերը այդ ժամանակաշրջանում ընտրում է Սամուել մանուկին, մի պատանի, մի մանուկ, ում սիրտը Տերը հավանել էր, եւ ընտրում է եւ այս Սամուել մանուկին բարձրացնում է որպես մարգարե։ Եվ Սամուելի մասին այս խոսքերն է գրած, որ Տերը բարձրացրեց իրան մարգարե Դանից մինչև Բերսաբե, եւ Սամուելն իր կյանքում Տիրոջ բոլոր խոսքերից ոչ մեկ գետինը չգցեց։ Սա ասում եմ սովորելու համար, ամեն։ Աստծո մարդիկ, քրիստոնյաներ, Աստծո մարգարեական ժողովուրդ, Աստված բարեհաճեց Սամուելին, Աստված շատ սիրեց Սամուելին, ինքը իմ սիրելի մարգարեներից է, ինքը շատ զորավոր մարդ էր, մարդ, ով լինելով մարգարեական միևնույն է, Տիրոջ խոսքերից որևէ մեկը, Տիրոջ տվածից, Տիրոջ հրամայածից, Տիրոջ ասածից որևէ մեկը իր ամբողջ կյանքի ընթացքում որևէ մեկը գետնին չգցեց։ Այսպիսի անձնավորություն էր, երբ որ ծերացավ, հասավ իր կյանքի վերջը, կանչեց բոլոր Իսրայելի ժողովուրդը, կանչեց Սավուղին, որը այդ ժամանակ թագավոր էր, եւ ժողովրդին ասեց. «Լսեք ժողովուրդ, ես այսքան տարի ձեր մեջ ծառայել եմ որպես մարգարե, որպես Աստծո մարդ։ Եթե մեկի էշը վերցրել եմ, մեկի կովին աչք եմ դրել, չգիտեմ, ին բառերով եմ ասում, եթե մեկին կաշառքով իրավունք եմ արել, եթե մեկին ինչ-որ մի բան եմ արել, այսօր Աստվածը վկա, ձեր թագավորն ա վկա եւ դուք եք վկա, ասեք, ասեցին չես արել նման բան։ Այսպես մարդ է եղել ինքը։ Եվ եկավ ժամանակ, որ Աստված Սամուելին ժողովուրդը կանգնեց ու Սամուել մարգարեին ասեց մեզ թագավոր տուր։ Մենք թագավոր ենք ուզում։ Հիմա գնում ենք բուն թեմային։ Եվ երբ որ ժողովուրդը ասեցին մենք թագավոր ենք ուզում, Սամուելը իմանալով Աստծո սիրտը, ունենալով Աստծո հետ կենթանի փոխհարաբերություն, մի ամբողջ գիշեր սուգ արեց, լաց եղավ, տրամադրությունը ընկած, փնտրտուքի մեջ, եւ Տերն ասեց Սամուել, իրանք քեզ չեն մերժում, չես հասկանում, իրանք ինձ են մերժում, որ թագավոր են ուզում։ Իրանք ինձ են մերժում, որ ես իրանց վրա թագավոր լինեմ, բայց դու գնա իրանց ասա կլինի ձեզ թագավոր։ Ուղղակի ձեր այդ թագավորի, ձեր վրա թագավորող թագավորի պարտականություններն էլ իրանց ասա, որ ձեր տղաներից, ձեր աղջիկներից տանելու է իր համար ծառաներ, ձեր հոտերից, ձեր ունեցվածներից իրան 10 անորդա վերցնելու, իր համար բաժինը անելու, ձեր ձիերը տանելու է իր պատերազմի կարգերի համար, լիքը բաներ սենց լինելու, բայց որ ուզում են կլինի ձեզ թագավոր, խնդիր չկա։ Եվ այդ ժամանակ մի երիտասարդ կար Սավուղ անունով, հոր անունը Կիս, այս Կիսի ոչ էշերը կորում են, դրա համար է ասում Սավուղի էշերից։ Կիսի էշերը կորում են եւ այս Կիսը հերը Սավուղին ասում է մի հատ երիտասարդ վեցուր գնացեք գտեք։ Մի 2-3 օր ման են գալիս չեն գտնում այդ էշերը։ Եվ հասնում են այնտեղ, որտեղ Սամուել մարգարեն է ապրում, Սամուել մարգարեի ապրած քաղաքի մոտ, եւ այդ երիտասարդը Սավուղին ասում է այստեղ մարգարե կա, արի գնանք իր մոտ, թող ինքը մեզ ուղղություն տա, ասի։ Սավուղն ասում է դե նվեր չունենք, բան չունենք, ոնց գնանք։ Ասում է մոտս արծաթ կա, հարց չկա, արի գնանք։ Մինչև Սավուղը մոտենում է, որ մտնի քաղաք, Սամուելը իրան դիմավորում է, որտեղ Տերը Սամուելին ասել էր. «Վաղը այսինչ ժամը, այսինչ տեղը կտեսնես, բոյով սիրուն սիմպաթիչնի մի հատ տղա, ինքը լինելու է Իսրայելի թագավորը»։ Եվ Սամուելը տանում է Սավուղին, այդ օրը հազկերույթ ալնում, դնում է սեղանի ամենագլխին, խոհարարին ասում են մեծ ուտելու կտորը մեծ են, բուդը մեծ, չալաղաջը բեր, լավ պատվում է, հաջորդ առավոտը Սամուելը ասում է Սավուղին. վեր բարձրաց կտուրը, բարձրանում են կտուրը եւ այս խոսքերն է ասում, սա գրած առաջին թագավորոս 10-րդ գլխի առաջին համարից, Սամուելը առավ յուղի շիշը նրա գլխի վրա ածեց եւ նրան համբուրեց եւ ասեց. ահա Տերը քեզ իր ժառանգության վրա իշխանոցեց, այսօր իմ մոտից գնալիս Բենյամինի սահմանի վրա Սելսայի մեջ Ռաքելը գերեզմանի մոտ 2 մարդ կգտնես եւ նրանք քեզ կասեն գտնվել են այն էշերը, որ նրանց որոնելու համար գնացել էիր։ Եվ ահա հայրդ էշերի հոգսը թողել է, հիմա ձեզ եմ ման գալիս։ Ուրեմն
երբ որ այնտեղից գնաս Թաբոր կաղնին հասնես, այնտեղ քեզ 3 մարդ կհանդիպեն, որոնք գնում են Բեթել Աստծո մոտ, որոնցից մեկը 3 ուլ, մեկը 3 հացի նկանակ, մեկը միտիկ գինի է տանում։ Քո ողջությունը կհարցնեն, քեզ 2 հաց կտան, դու էլ նրանց ձեռքից առնես։ Նրանից հետո կգնաս Աստծո բլուրը, ուր որ փղշտացների բերտապահ զորքն է, կհանդիպես, ուրեմն զորքն է, եւ երբ որ այնտեղ քաղաքը մտնես, բարձր տեղից իջնող մարգարեների մի գունդ կհանդիպես, որոնք իրանց առաջին տավիղ, թմբուկ, սրինգ եւ քնար ունեն եւ որոնք մարգարեություն են անում։ Եվ քեզ վրա կգա Տիրոջ հոգին եւ նրանց հետ մարգարեություն կանես եւ դու կփոխվես, ուրիշ մարդ կդառնաս։ Եվ երբ որ այս նշանները քեզ վրա գան, ձեռքիցդ եկածն անես, որովհետեւ Աստված քեզ հետ է, եւ ինձանից առաջ գաղգաղ իջնես, եւ ահա ես քեզ մոտ պիտի իջնեմ ողջակեզներ խաղաղության զոհեր մատուցանելու համար 7 օր սպասես, մինչեւ որ ես քեզ մոտ գամ եւ քո անելու գործը քեզ իմացնեմ։ Եվ երբ որ նա իր մեջքը դարձրեց Սամուելի մոտից գնալու համար, խոսքը լսեց, հենց պտտվեց, որ գնա, Աստված փոխեց նրան մեկ ուրիշ սիրտ տվավ, եւ նույն օրը այս բոլոր նշանները կատարվեցին։ Եվ երբ որ եկան այնտեղ բլուրը, ահա մարգարեների մի գունդ նրա առաջ դուրս եկան, եւ Աստծո հոգին նրա վրա եկավ, եւ նրանց մեջ մարգարեություն արավ։ Եվ այն ամենքը, որ նրան առաջուց ճանաչում են, երբ որ տեսան, որ նա մարգարեների հետ մարգարեություն է անում, այն ժողովուրդը իրար ասեցին. այս ինչ է եղել Կիսի որդին, միթե Սավուղն էլ է մարգարեների մեջ։ Պատմությունը սենց է, ուրիշ բանի համար ասան մարգարեի մոտ, մարգարեն ասեց, Աստված քեզ ընտրել է, որ դու լինես թագավոր։ Յուղը օծեց, եւ երբ որ Սավուղը մտավ մարգարեների խմբի մեջ, Տիրոջ հոգին հանգչեց իր վրա։ Տիրոջ հոգին եկավ իր վրա, եւ ինքը մարգարեների մեջ մարգարեական, այսպես ասած, մարգարեական մարդ արավ, մարդ ով պարգև արավ, ով Աստծուց շնորհք արավ, որ Սուրբ Հոգին իր հետ լինի։ Եթե նայենք այդ ամբողջ ժամանակաշրջանում, այդ ամբողջ տարածաշրջանում մատների վրա հաշված մարդիկ կարային լինեին, ովքեր որ փոխհարաբերությունն են Աստծո հետ եւ Սուրբ Հոգին իրանց հետ գործում է, որովհետեւ Սամուելի հետ կար Սամուելի մարգարեների խումբ, դա հետո տեսնում ենք Նավաթում, բայց հայտնի որպես մարգարե, որի վրա Սուրբ Հոգին կար, Սամուելն էր եւ թագավոր նոր Սավուղը, որի վրա Սուրբ Հոգին իջավ։ Ես այսօր խոսալու եմ Սուրբ Հոգու հաղորդակցության մասին։ Կորինթացիների խոսքի վերջը իզուր չեմ ամենասկզբում ասել, եւ Սուրբ Հոգու հաղորդությունը ամենքի հետ լինի։ Հիմա Սավուղը ընդունեց Սուրբ Հոգին, Սավուղի հետ եկավ Սուրբ Հոգին, Սուրբ Հոգին իր հետ էր, եւ դա մենք տեսնում ենք անմիջապես դրանից հետո, նայեք ինքը 7 օր ուներ սпасելու Սավուղին։ Հիշում եք, Սավուղն ասեց ներողություն, Սամուելն ասեց 7 օր կսպասեք, մինչեւ ես կգամ։ Ինքը ուներ սпасելու։ Բայց Դες մանկական վիճակ է, sense խամ վիճակ է, Սուրբ Հոգին եկել է իր վրա ու անմիջապես հետո կարդում ենք հաջորդ գլխում, որ ամոնացիները գալիս են Հաբիսը, հարևան քաղաք էր, Հաբիսի բնակիչներին ասում են մի խոսքով դուք մեր գերին պետք է լինեք, այս Հաբիսի ժողովուրդը լացակոմած գնում են Իսրայել, Սավուղն էլ ճիշտ է արդեն յուղը օծված Սուրբ Հոգիների հետ, բայց հələ կով էր արածացնում։ Արածացնելուց հետ գալուց տեսնում է ժողովրդի մեջ լացի ձայն, ասում է, այս ինչ լացի ձայն է, ասում են սենց ամոնացիները այս Հաբիսին վերջը տալիս են, եւ գրված է, ու իրանք եկել են Իսրայելին օգնություն խնդրելու։ Եվ գրված է այդ պահին խոսքը ասում է եւ Աստծո Հոգին Սավուղի վրա եկավ, եւ այս խոսքը լսելիս նրա վրա բարկություն բորբոքվեց եւ մի զույգ եզ առավ, նրանց կոտրեց, падգամավորների ձեռքով Իսրայելի բոլոր սահմանները ուղարկեց, ասելով. ով որ Սավուղի հետևից եւ Սամուելի հետևից չգա, նրա եզներին այսպես կանեն։ Եվ Տիրոջ սարսափն ընկավ ժողովրդի վրա եւ ամենքը մեկ մարդու պես դուրս եկան։ Սավուղը բանակ տվավ, Սավուղը հաղթանակ տարավ։ Որտեղից էր այդ գործը, երբ որ պատերազմի լուր եկավ, քանի որ արդեն ինքը բացվել էր մարգարեականի համար, բացվել էր հոգու համար, հոգին իր վրա եկավ։ Եթե հիշում եք Սամսոնի գործելակերպի մեջ էր, երբ որ կար պահ, որ Իսրայելին պետք է օգնություն լիներ, այդ պահին հոգին իջնում էր, ու ինքը մեծ ծնոտով 1000 հոգի փրթում էր։ Ինքը մի հատ քարանձավում, մի հատ մի բան էր անում, հասկանում եք։ Եվ Տիրոջ հոգին, որ եկավ, խոսքը ցույց է տալիս, որ Աստված հաստատեց իրան, որ դու կլինես այդ թագավորը։
Դրանից անմիջապես հետո մեկ այլ պատմություն։ Փղշտացիները այդ պատերազմի գնալուց փղշտացիները հավաքվում են իրանց դեմ պատերազմելու։ Սավուղը ուներ սпасելու դեր Սամուելին, 7 օրը դեռ չէր լրացել։ Արդեն թագավորը, արդեն հաղթել է, հավաքվել է կողքը լիքը ժողովուրդ, մի մասը կանգնած է չգիտի ինչ անի։ Սավուղի մոտ լիքը մարդիկ են հավաքվել, օրը լրանում է, պետք է գնան պատերազմի, ժողովուրդը սկսում են ցրվել կամաց։ Եվ որպեսզի Սավուղի մոտից ժողովուրդը չցրվի, Սամուելն էլ ուշացել է, Սավուղն ասում է. այդ զոհը բերեք հիմա մենք անենք, այն որ Սամուելը պետք է գարաներ։ Զոհը բերեք մենք հիմա անենք, որ գնանք պատերազմենք։ Զոհը անում է ինքը, գնում է պատերազմի, հաղթանակում է, զոհը որ անում է, այդ 7-րդ օրվա վերջում է Սամուելը գալիս ու ասում է. «Էս չես արել։ Քեզ չէի ասել, որ պետք է սպասես»։ Ասում է. «Դե տեսա, որ թագավորությունս ինձանից գնում է արդեն»։ Իրան իր թագավորությունն էր պետք։ Տեսնում են, որ բարեկամներս կողքիցս գնում են, մտերիմներս այսօր եկել են ինձ փառք են տվել, արդեն ոնց որ գնում են ուրիշի փառքն, չէ՞, փառքս գնում է մոտիցս, չէի կարա թողնեի։ Ասում է, իրավիճակը ինձ ստիպեց, ինքը իրավիճակի տակ էր ընկել, ասում է, իրավիճակը ինձ ստիպեց եւ ես այդ քայլին գնացի։ Եվ Սամուելն ասում է, դու հիմարություն արեցիր։ Գիտես, որ Աստված ուզում էր արդեն հայ, արդեն հաստատում էր քո թագավորությունը հավիտյան, բայց հիմա ասեմ, որ քո թագավորությունը հավիտյան չի լինելու։ Դրանից հետո Աստված Սամուելին ուղարկում, ասում է, գնա Սավուղին նորից ասա, Եգիպտոսից, որ իմ ժողովուրդը հանում է, ամաղեկը դեմ կացավ։ Դրանք անմաքուր նզոված մարդիկ են։ Գրացեք, գնացեք ամաղեկը նզովեք, փչացրեք։ Իրանք վատն են։ Անեցք հայտի լրիվ։ Եվ Սավուղը, ինչպես որ Սամուել ասեց, տենց էլ կանեն, գնում են, անում են, բայց ընդեղի այն պարարտ գառները հետները բերում են, թագավորի կյանքը խնայած հետները բերում են։ Եվ Սամուելը գալիս է ու Սավուղին հարցնում է։ Ասում է, բայց որ ամեն ինչ ճիշտ է արել, այս ինչ ոչխարների ձայն է իմ ականջին, այս ինչ եմ լսում։ Եվ ստեղ Սավուղը ասում է. ես ժողովուրդը խնայեց Ագագին, թագավորին, ոչխարներին եւ արջառների լավերից էլ գերերին, լավերը, գառներին, ամեն պատվական բաները չուզեցին նրանց բնաջինջ անել, այլ բնաջինջ արին բոլոր անարգ եւ անպիտան անասունները։ Եվ Տիրոջ խոսքը եղավ Սամուելին ասելով. զղջացի, որ Սավուղին թագավոր եմ արել, որտեվ ինձանից ետ է դարել, իմ խոսքերը չկատարեց։ Եվ Սամուելը տրտմեց բոլոր գիշեր, Տիրոջը աղաղակեց, Սամուելը առավոտը կանուխվեր կացավ, Սավուղին դիմավորեց Սամուելին, իմացրին, որ նա եկել է, եւ ուրեմն այս երկխոսությունն է ունենում Սամուելը Սավուղի հետ։ Այս ոչխարների ձայնը ինչ է, որ ես լսում եմ, Սավուղն ասեց, ամաղիկացիները բերին նրանց, որովհետև ժողովուրդը խնայեց այդ լավերը, որպեսզի քո Տեր Աստծուն զոհ անեն, քո Տեր Աստծուն, քո Սամուել, ես Տեր Աստծու կարիքը չունեմ, ես արդեն թագավոր եմ, բերել են քո Տեր Աստծուն զոհ անեն։ Հասկանում եք ուր տարավ էս ամեն ինչ իրան։ Իսկ մնացածները փչացրինք, այն ժամանակ Սամուելը ասեց Սավուղին. սպասիր, որ պատմեմ ինչ որ Տերը այս գիշեր ինձ հետ խոսեց։ Եվ նա նրան ասեց. խոսիր։ Եվ Սամուելն ասեց. ահա դու, որ քո աչքին փոքր էր երևում, Իսրայելի որդկանց ցեղերին գլուխ եղար, եւ Տերը քեզ Իսրայելի վրա թագավոր օծեց, եւ Տերը քեզ մեկ ուրեմն ճանապարհով ուղարկեց ասելով. գնա եւ այն մեղավոր ամաղեկացիներին նզովիր եւ նրանց դեմ պատերազմիր, մինչեւ որ նրանց բնաջինջ անես, եւ ինչու համար չլսեցի Տիրոջ ձայնին եւ ավարի վրա հարձակվելով Տիրոջ առաջ չարություն արիր։ Սավուղն ասեց Սամուելին, թե Տիրոջ ձայնին լսեցի եւ Տերը ինձ ինչ ճանապարհով ուղարկեց, այն ճանապարհով գնացի։ Եվ ամաղեկի թագավոր Ագագին բերի եւ ամաղեկին բնաջինջ արի, սակայն ժողովուրդը այն ավարից ոչխարներ եւ արջառներ վեր առավ, նզովվածներից շատ լավերը, որ գաղաղա իմ քո Տեր Աստծուն զոհ անեն, նզովվածներից լավ, անիծվածից լավը բերել ենք, որ քո Տեր Աստծուն զոհ անենք։ Միթե Աստված դրան արժանի։ Սավուղը մարգարեական պարգևի մեջ մտավ, բայց ինքը չմնաց այդ հաղորդակցության մեջ Սուրբ Հոգու հետ։ Դրա համար ինքը Աստված ճանաչողության մեջ տենց էլ չբարձրացավ։ Իր մոտ թագավորական մտածելակերպ տենց էլ չձևավորվեց։
Եվ Աստվածային պատասխանը Սավողին սա է ասում. Միթե Տերը այնքան հավանում է ողջակեզների եւ զոհերի, ինչպես Տիրոջ ձայնին լսելուն, ահա հնազանդությունը զոհից լավ է եւ ականջ դնելը խոհերի ճարպից, որովհետեւ ապստամբությունը կախարդության մեղքի պես եւ անհնազանդությունը կռապաշտության պես է, որովհետեւ դու Տիրոջ խոսքը մերժեցիր, նա էլ քեզ մերժեց, որ թագավոր լինես։ Եվ եթե ես իտոք տամ այս ամբողջ պատմությանը, ես խնդիրը տեսնում եմ նրա մեջ, որ այն Աստծո մարդը, այն ընտրյալը, ով հաղորդակցվեց մարգարեների խմբում, մարգարեական հոգու հետ, Սուրբ հոգու հետ, ինքը մի բան ուներ անելու։ Ինքը ուներ Աստծուց պինդ բռնվելու, որպեսզի Աստված իր թագավորությունը հաստատի։ Ինքը բռնեց իր թագավորությունը սարքեց, դրա համար մերժվեց իր Աստծո թագավորությունը, որ իրանով լինի։ Ամեն։ Չգիտեմ կարացա այս բաղ հասկացնեմ, ճիշտ ասեմ։ Ինքը իրականում իր թագավորությունը ուներ։ Եվ հենց այն, որ ասում է այս անիծվածներից բերել ենք, որ քո Աստծուն զոհ անենք, Աստված իր համար այդքան արժեք ուներ։ Խի որտեղից, որտեղ ինքը չմնաց կենթանի փոխհարաբերության մեջ Սուրբ Հոգու հետ, որպեսզի Սուրբ Հոգին իրան աճեցնի ու բարձրացնի։ Սիրելի Էլբեթել եկեղեցի, սիրելի մեզ լսող, եթե դու պենտեկոստալ մարդ ես, եթե դու մկրտված ես, եթե դու Սուրբ Հոգով լցվող մարդ ես, եթե լցված ես, կարաս ամեն լցվես, քո անելունն այն, որ դու արծարծես այն պարգևը, որ քեզ վրա է, որպեսզի բարձրանաս ճիշտ Աստված ճանաչողության մեջ, որպեսզի Աստված քո համար չլինի մեկը, ով արժանի է նզովածը իրան զոհես։ Իմ հաջորդ օրինակը անմիջապես Դավիթն է։ Երբ որ Սավուղը մերժեց Աստծուն խոսքը, Սամուելն ասում է դու Տիրոջ խոսքը մերժեցիր, Աստված էլ քեզ մերժեց, որ թագավոր լինես։ Անմիջապես հետո գնում է մի ամբողջ գիշեր լացում է Սամուելը, Տերը նորից ասում է հերիքա, հիմա էլ Սավուղի համար ես լացում։ Հերիքա, վեր կաց։ Գիտեք բանն ինչումն է։ Միևնույն է, Սավուղը միևնույն է օծյալ էր։ Ստեղ իր փրկության չփրկության հարց չի։ Ստեղ հարցը նա է, որ ես նեն չի, որ իրան դժոխք կգցեմ, հարցը դա չի ընդհանրապես։ Ստեղ հարցը այն է, որ ես իրան չեմ տեսնում մեկը, ով իմ կամքս կատարի։ Ես իրան չեմ տեսնում մեկը, ով որ թագավոր կլինի ներկայացնելով Իսրայելի Աստծուն։ Աստված սա է ուզում, որ մենք բարձրացնենք։ Ամեն։ Աստված հիմա էլ է սա ուզում, որ մենք ապրենք թագավորական ցույց տալով իրական թագավորին։ Ամեն։ Եվ դրա համար ամբողջ գիշեր լացում է Սամուել մարգարեն եւ Տերն ասում է վեր կաց, ես քեզ վաղ տեղ եմ ուղարկում, գնա Բեթլեհեմ Հեսեի տուն, հիշում եք, ով Բեթլեհեմ բնավ փոքրագույն չես, քեզանից դուրս կգա մեկը զոր Աստված հավիտենության նշան, մարգարեական խոսքերն են իրականացել։ Գնա Բեթլեհեմ Հեսեի տուն, որդիներ ունի, իրանցից մեկին ես կասեմ, ում ընտրես, ում օծես որպես թագավոր։ Բա որ Սավուղի իմանա, Տերն ասում է դու գնա ուղակի ասած եկել եմ զոհ անելու։ Վերցնում է կենթանի զոհ անելու համար գնում է Բեթլեհեմ, գնում է Հեսեի տուն, զոհ անում են, ամեն բան անում են, եւ արդեն պահանա որ տեսնին ճանաչի Տերը ում ասում գալիս է Եղիաբը մեծ աղբերը, ասում է էլի սիրուն սիմպաթիչնի տղա եւ Տերը խոսում է Սամուելին, Սամուել դուք արտակինից եք նայում, ես մարդու սրտին եմ նայում։ Լավ Եղիաբը չէ, այն մեկ այդ բոլորն էլ անցնում են եւ ոչ մեկը չի լինում։ Սամուելն ասում է սենց չի լինի, մենք չենք հաց չենք ուտի մինչև այդ թագավորին չոցենք։ Էլի տղա ունես, ասում է, մեկը կա երեխա է, ոչխար արած ասնում։ Բերեք իրան։ Եվ Դավիթին բերում են գրված է կարմիր սիրուն աչքերով, սիրուն դեմքով մի պատանի էր։ Եվ Տերն ասում է, սա է այն մարդը, որ իմ ուզած կամքս կատարե։ Երբ որ Ստեփանոսին քարկոծում էին եւ ինքը այդ ժողովրդին Ացյանի առաջ քարոզում էր Հիսուս, ինքը բոլոր 5 տակարանյան հերոսին ասելով գալուց գործ 13:22-ում ասում է, որ եւ հետո Տերը ընտրեց Հեսեի որդի Դավթին եւ նրան փոխելով Սավուղին փոխելով Դավիթին նրանց համար թագավոր կանգնեցրեց եւ նրա համար էլ վկայություն տվեց եւ ասեց Հեսեի որդի Դավիթին գտա իմ սրտի պես մարդ, որ նա իմ բոլոր կամքը կանե։ Սրա զավակից Աստված իր խոստմունքի պես Իսրայելի համար Հիսուս փրկիչը վեր կացրեց։ Հեսեի որդին Դավիթը իմ սրտի ուզածի պես մարդ։
Իդեպ էլ էր մարգարեական երեխա։ Հիմա ես այս երկուսի անունը որ տալիս եմ, երկուսն էլ նույն ձև, հենց որ Դավիթը գալիս է, Սամուել մարգարեն յուղի սրվակը լցնում է Դավիթի վրա եւ գրված է Տիրոջ հոգին իջնում է Դավիթի վրա։ Եվ անմիջապես հետո ոնց որ Սավուղի կյանքում էր եկան ամոնացիները Հաբիսի վրա հարձակվելու, Սավուղը լսեց Տիրոջ հոգին հաղթեց, անմիջապես հետո երբ որ Դավիթի վրա է Տիրոջ հոգին գալիս է Գողիաթը, որ կանգնում է եւ Իսրայելի զորքերի Աստծուն է նախատում։ Երբ որ Դավիթի հայրը ուղարկում ասում է գնա էշի վրա ուտելիքները վերցու գնա եղբայրներիդ բանակում ուտելիք տար, Դավիթը երեխա Սենց գալիս է, որ բանակը հասնում, որ եղբայրներին հանդիպի Եղիաբի բանն ուտելիքները, ինքը լսում է, որ ինչ-որ մի անթլպատ հայհոյում է զորքերի Տեր Աստծուն։ Եվ իր մեջ նույն արտահայտությունն է գալիս իրելիս։ Սուրբ Հոգին է, դրա համար եմ ասում, բարձրացեք կենթանի հաղորդակցության մեջ Սուրբ Հոգու հետ։ Ինքը նա է, որ քեզ բարձրացնելու ամեն այնտեղերում, որտեղ Տերը դրել է, որ դու հաղթական լինես։ Եվ փոքրիկ պատանի Դավիթը այդ ամբողջ բանակում, վախվխորած բանակում, որ Գողիաթը հայհոյանքներ էր ասում էր ձեր մեջ մի հատ ուժեղ տղա չկա, թող գա դեմս կռվի, բոլորը վախվխորած թագավորից սկսած, Դավիթը միակն էր, որ ասում էր, ով է այս անթլպատը, որ Իսրայելի զորքերի Տեր Աստծուն է նախատում։ Ես կգնամ աղբերդ մեծամիտ ես բան, դու գնա տուն ես կողմ ենքոմ, պատմությունը չեմ պատմի, դու գիտես, որ Գողիաթին ոնց հաղթեց, դա անհնարին է։ Մարդու կողմանը դա ուղղակի հնարավոր չի։ Գողիաթը ասեց կարող ես շունեմ ես երեխուն եք ուղարկի, ես սրա մարմին հեսա երկնքի թրջուներին կերակուր կտամ։ Ու անիծեց Դավիթին իր չաստվածներով։ Դավիթն ասեց դու ին վրա գալիս ես զենքերով, ես քո վրա գալիս եմ Յահվե Աստծու անունով։ Հալելույա։ Եվ հաղթությունը երաշխավորված ամեն գնա քո բոլոր կյանքի բնակավարներում Տեր Հիսուսի անունով, Յահշուայի անունով եւ քո բոլոր հաղթանակները երաշխավորված են։ Մի նայ որ դու պատանի ես, մի նայ որ դու փոքր ես։ Երբ որ Դավիթը ընտրվեց որպես թագավոր, ինքը շարունակում էր դառնել այն ինչ անում է, բայց ի տարբերություն Սավուղի, որը փորձեց իր թագավորությունը սարքել, Դավիթը ամեն օր մարգարեանում էր եւ սաղմոսներ էր գրում եւ երկրպագում էր Աստծուն եւ երգում էր եւ գործիք հնարեց երկարանի, որով բարձրացնի իր Աստծուն եւ Աստված հաստատեց իր թագավորությունը հավիտենից հավիտյան, որ մեր Տեր Հիսուսով է, ամեն։ Տեսնում եք տարբերությունը։ Կորինթոսի եկեղեցի ընդունիր Տեր Հիսուսի շնորհքը, մնա Հայր Աստծո սիրո մեջ եւ Սուրբ Հոգու հետ կենթանի հաղորդակցության մեջ եւ լայք կդնեն քո Facebook-յան էջի տակ եւ քո մոտ ամեն ինչ լավ կլինի եւ դու հաղթական կլնես, ամեն, եւ դու հաղթական կլնես։ Եվ այս պատմություններից հետո ուզում եմ ուշադրություն դարձնենք նրա վրա, որ իրականում երկուսի մոտ էլ Սուրբ Հոգին եկա, որպեսզի երկուսին էլ թագավորական դարձնի, հետաքրքիր է, չէ՞։ Եվ Սավուղի կյանքում եկավ բարձրացնի Սավուղին որպես թագավոր եւ Դավիթի կյանքում եկավ բարձրացնի որպես թագավոր։ Թեպետ ինքը մեր կյանքի բոլոր բնակավարներում է մեզ օգնում։ Հիսուսն ասեց, երբ որ Սուրբ Հոգին կգա, նա կառաջնորդի ձեզ դեպի ամեն ճշմարտությունը։ Երբ որ Սուրբ Հոգին կգա, նա կառնե ինձանից եւ կպատմե ձեզ, նա գալիքի մասին կհայտնե ձեզ։ Ամեն։ Սուրբ Հոգին առաքյալներն ասում էին, այս բոլոր բաների վկաները մենք ենք, որովհետև Հիսուսի հետ կերանք, խմեցինք նրա հարությունը առնելուց հետո այս վկա ենք մենք եւ վկա է Սուրբ Հոգին, այդ առաքյալները չկան, բայց Սուրբ Հոգին հավիտենական է, ամեն, ինքը այսօր վկայում է, որ խաչը դատարկ է, որ Հիսուսը հարություն առել հենց քո համար, որ Աստված շնորհքի Աստված է, ճոխ շնորհքի Աստված է, մեծ շնորհ է արել քեզ։ Սուրբ Հոգին այսօր Աստված է, որ մեզանում բնակվում է։ Աստված իրականացրեց այն, ինչը Եդեմում հայ լինում էր։ Այսօր մեր մեջ Աստված է բնակվում։ Պողոսն ասում է, չգիտեք ինչ թանկ եք դուք եւ Աստծո տաճար եք եւ Աստծո Հոգին բնակվում է ձեզանում։ Ամեն։ Եվ ես ուզում եմ հորդորեմ, որ դու վերցնես Սուրբ Հոգու հետ հաղորդակցությունը, գնաս Սուրբ Հոգու հետ հաղորդակցության մեջ, շարունակես անընդհատ ու միշտ մնալ ներկայության մեջ, որը Սուրբ Հոգուց է։ Ուրեմն նորից անդրադառնամ առաջին թագավորած մի հետաքրքիր պատմություն։ Էլի իրանք են հերոսները։ Հիմա այս Սավուղը, երբ որ մերժեց Աստծուն,
Աստծուն մերժելը դա իր խոսքը մերժելն է, հասկանում եք։ Դու չես կարող ասես ես մարգարեական մարդ եմ, բայց խոսքը դեն գցես, տենց չի լինում։ Երբ որ եկավ Սամուելը Սավուղի հետ խոսալու վերջին խոսակցությամբ, ինքը չասեց դու միանգամից Աստծուն ես մերժել, ասեց դու Աստծո խոսքը մերժեցիր, Աստված էլ քեզ մերժեց, որ թագավոր լինես։ Եվ երբ որ Սավուղի մոտ այս իրավիճակը եղավ, Սավուղը գրված է խոսքը, որ Տիրոջ հոգին Սավուղից հեռացավ։ Եվ մի չար ոգի գալիս եւ նեղում էր Սավուղին։ Եվ Սավուղին գցում էր այն դժվար իրավիճակների մեջ, որ Սավուղը բռնվածի նման էր, կջարդեր, կփշրեր, կբարկանար, կնյարդայնանար, անկայուն անհաստատ մի մարդ եղավ ինքը։ Եվ իրան ասեցին մի հատ երեխա կա ոչխար արածացնում, հենց որ սրինգա նվագում, սա խախանվում է, սա հանգստանում է։ Գնացին բերեցին Դավիթին եւ Դավիթը երբ որ սրինգը նվագում էր իր մարգարեական իր ակտը անում էր, իր մարգարեական չգիտեմ ինչը անում էր, բայց անում էր մարգարեական Սուրբ Հոգով, Սավուղից չար ոգին հեռանում էր։ Այն կարգի որ Սավուղը մարդը ուղարկում Դավիթի հոր մոտ, ասում է Դավիթը պետք է մնա իմ մոտ, իմ կապարճակիրը կլինի, իմ հետ կմեծանա, բայց եկավ մի ժամանակ, որ Սավուղը սկսեց նախանձել, որտեղ հասկացա, որ իր փոխարեն իր սարքած թագավորության վրա ուրիշն է թագավորելու։ Եվ Սավուղը ընկավ Դավիթի հետևից։ Իսկ մարգարեական մարդիկ, որ փախնում են, ուր են փախնում, մարգարեական խմբի մոտ։ Ամեն։ Դուք ուրբաթ երեկոյան ուր պետք է փախնեք, եկեղեցի, որտեղ աղոթքաժողով է գնում։ Մենք մարգարեական ակտ ենք անում, մենք աղոթում ենք, մենք լեզուներով աղոթում ենք, Սուրբ Հոգուն տեղ ենք տալիս, ստանում ենք հայտնություններ, ազատագրում, բժշկություն, ով ինչ ունի, աղոթում ենք եկեղեցու համար, եկեղեցու ընթացքի համար։ Սա գովազ չի, ուղղակի համեցեք ուրբաթ օրերը, ժողովուրդ ջան, մի եղեք պրոստը Կիրակից Կիրակի եկող լավ բաներ լսող։ Դուք եկեղեցու մաս եք։ Եվ Աստված ձեզ վրա է, որ ստավկա ունի, Աստված ձեզանից սպասելիք ունի, համեցեք երկրպագության, ուրբաթ օրերը ժամ 8-ից մենք պաշտամունք ունենք աղոթքի, և այսպես Դավիթը փախնում է այնտեղ, որտեղ Սամուելն էր այդ ժամանակ իր մարգարեների հետ, Նավաթ անունով մի վայրում էր, մի գյուղում էր, անունը Նավաթ, երբ որ Սավուղը ընկել էր Դավիթի հետևից, ասում է, հարց ու փորձ անում գալիս, իրան ասում են, որ Դավիթը Նավաթում է Սամուելի հետ, Սավուղը իր բանակից մի գունդ է ուղարկում, գունդ, չգիտեմ, մի 50 հոգի, 100 հոգի, այդ գունդը գնում է, երբ որ իրանք հասնում են, պատկերացրեք եսի Շեմն է, որ արդեն այն տարածքն է, որտեղ Սամուելն է իր մարգարեներով, երբ որ իրանք Շեմը անցնում են, բոլոր գունդի վրա իջնում է Տիրոջ հոգին, բոլորը սկսում են մարգարեանալ։ Պատկերացնում եք ինչ գեղեցիկ տեսարան, չգիտես հարբած են, չգիտես լցված են, չգիտեմ Պենտեկոստի օրը մարդիկ եկան լսեցին Սուրբ Հոգով մկրտված 120 հոգի տեսան ու ասեցին չեմ հասկանում, հիանում ենք, բայց ոնց որ հարբած լինեն, չենք հասկանում այս բանը։ Մենք չենք հարբում գինիով, մի լեցվեք գինիով, մի հարբեցեք գինիով, ապա լեցվեցեք Սուրբ Հոգով։ Սուրբ Հոգով լեցված մարդու պավիզենյան երբեմն կարա տենց ցնծությունից դրա նման լինի։ Եվ այս գունդը, որ Նավաթում Տիրոջ հոգին իջավ, մարգարեացավ, գնացին Սավուղին ասին, մենք չկարացանք։ Հավանաբար չհավատաց երկրորդ գունդը ուղարկեց, երկրորդ գունդը եկավ Նավաթ մարգարեների խմբի մոտ, դրանց վրա էլ իջավ Տիրոջ հոգին, դրանք էլ մարգարեացան։ Գնացին Սավուղին ասեցին, մենք էլ չկարացանք։ Երրորդ գունդն է ուղարկում։ Երրորդ գունդը գալիս է, նույն կինոն է կրկնվում։ Բոլորի վրա իջնում է Տիրոջ հոգին, բոլորը մարգարեանում են, հետ են գալիս Սավուղի մոտ եւ ասում են մեր մոտ չի ստացվում։ Դա հնարավոր չի։ Սավուղը ջղայնացած ինքն է անձամբ ելնում։ Գնում է Նավաթ, գտնում է այդ տեղը, հենց որ այդ Շեմը անցնում է, գրված է, որ Սավուղը հանեց իր վերարկուն, քիթու բեմի վրա ընկավ գետնին եւ մինչեւ առավոտ մարգարեանում էր։ Հալելույա Տեր։ Շնորհակալ ենք Սուրբ Հոգի։ Տիրոջ կենդանի ներկայությունը իրական է սիրելիս։ Այդ ներկայությունը մեր մեջ մեր հետ լինելը կամ մեր մեջ մեր հետ չլինելը կախված է ինձանից ու քեզանից։ Սամուելը պահում էր այդ կրակը։ Էլ Բեթել դու կանչված ես կրակ պահելու։ Դու կանչված չես կրակ չպահ, դու կանչված ես կոնկրետ կրակ պահելու։ Եվ ես ասեմ, այս այն կրակն է, որը լիքը տեղել մարել են, կրոնը մարել է։
Սուտ սխալ ուսմունքները մարել են։ Դու կանչված ես Պենտեկոստեի Սուրբ Հոգու կրակը պահելու, ոչ միայն պահելու, այլ բոցավառելու։ Եվ ես հավատում եմ, որ այստեղ էլ կլինի այդ շեմը, որ մտնող մարդը Տիրոջ հոգին կիջնի ու ինքն էլ կմարգարյանա։ Ամեն։ Անենց որ ես հասկանում եմ, աշխարհը ծանրաբեռնել է հոգսերով։ Աշխարհը խնդիրներով լցրել է։ Աշխարհը այսօր արել է ամեն բան, որ մարդ Աստծո կարիքը ուղղակի չունենա։ Բայց եկեղեցի, եթե դու գնահատում ես Հիսուս Քրիստոսի շնորհքը, Հայր Աստծո սերը եւ Սուրբ Հոգու հաղորդակցությունը բռնում ես, Աստված քեզ կրակի կտորա դարձնելու։ Ամեն։ Եվ Դավիթը փախավ եկավ մարգարեների խումբ։ Դա այն ժամանակվա երկրի վրա ամենաապահով վայրն էր, որ անգամ կատաղած թագավորը իր գունդ ուղարկեց եւ չկարողացավ հաղթանակել։ Սիրելիս, այսօր ավելի բարձր տեղ դա եկեղեցին է երկրի վրա, Հիսուսի թանգարյամ գնված։ Ամեն։ Եվ չկա եկեղեցուց բարձր կառույց, սա մի կառույց է, որին Հիսուսն ասեց անգամ դժողքը չի կարողանալու հաղթել։ Դրա համար վերցրու քո որոշումը։ Սկսիր հաղորդակցվել Սուրբ Հոգու հետ։ Ես չգիտեմ դա քո մոտ ոնց է ստացվում։ Ամեն մեկի մոտ կարա տարբեր լինի։ Իմ համար ուղղակի արծարծում եմ այն պարգևը, որ ես ունեմ։ Ես սկսում եմ լեզուներով աղոթել եւ Տիրոջ ներկայությունը պատում եմ։ Ես ձեզ ասեմ, եթե ինչ-որ մեկը չի զգում, մոտեցեք ծառայողներին, թող օգնեն ձեզ։ Երբեմն պարզապես զրույց, երբեմն պարզապես սուտ միտք է եկել, երբեմն պարզապես կարող խապկանք է, որ դա կարող է Աստծուց չի, չգիտեմ, թող խոսացվի, թող խոսքով հաստատվի ու ցույց տրվի ու դուրս շպրտվի ամեն ստություն, որը փորձում է կառուցի ինչ-որ մի բան իդեմ Աստծո։ Աղոթեք, որ լցվեք։ Այսօր ավելի քան երբևէ մենք Սուրբ Հոգով լցվելու կարիք ունենք։ Եվ մենք որոշել ենք ծառայողներով, որ ինչքան հնարավոր լինի ավելի շատ խոսալու ենք, լցվելու ենք, աղոթելու ենք, սովորացնելու ենք, սովորելու ենք Սուրբ Հոգու մասին, որովհետև Հիսուսն ասեց. ինքը կգա, ինքը ինձ կփառավորե։ Անենց ոնց Սուրբ Հոգին Հիսուսին կփառավորե, ոչ մի ուսմունք, ոչ մի գաղափար, ոչ մի լավ երաժշտություն, ոչ մի բան չի կարա փառավորի։ Իսկ որ ինքը եկավ ու թաթախեց քո երկրպագությունը, քո խոսքը, քո ամեն ինչը իրանով, ապա ամեն ինչում Հիսուսն է երևալու, որտեղ ամեն ինչի կենտրոնում Հիսուսն է։ Ամեն։ Շնորհակալ ենք սքանչելի մեր Տեր։ Շնորհակալ ենք, ողջ փառքը քեզ մեր օրհնյալ Տեր։ Էլ չգիտեմ ինչ եմ գրել, ինչ եմ պատրաստվել, բայց ուզում եմ ավարտեմ սրանով, որ նորից կկրկնվեմ։ Եթե մենք գնահատում ենք Հիսուս Քրիստոսի ճոխ շնորհը մեր համար, շնորհի ճոխություն է գրում նամակի մեջ Պողոս, այդ շնորհքի ճոխությունը։ Եթե մենք տեսնում ենք Հայր Աստծո անսահման սերը, որ մեզ երբեմնի օտար, Իրանից հեռու, вообще հեթանոստի մեջ, պիղծ, մեղավոր կյանքի մեջ, հեռացած Իրանից, իր քաղաքականությունից, իր գաղափարից, вообще չգիտենք որտեղ էինք, այդպիսին էինք ու Աստված մեզ սիրեց ու մեզ ընտրեց ու մեզ կանչեց, մեզ մնում է հաղորդակցվել իր Սուրբ Հոգու հետ, որը կձևավորի իսկական թագավորի մտածելակերպ։ Ամեն։ Դավիթ թագավորը երբևէ ոչ մի պատերազմ չի պարտվել։ Ու անգամ իր վիճակում մի պահ կար, իր կյանքում մի պահ եկավ, որ նշում է կահկարասիների պահը, որ զորքը եկավ, կահկարասիների մոտ պահելու բան թողեցին, գնացին պատերազմելու, եկան ու տեսան, որ ուրիշները եկել են իրանց կանանց, իրանց ունեցածը տարել են, բոլորը խառնվեցին ու Դավիթի դեմ դուրս եկան եւ սուք արեցին եւ այնտեղ մի հատ խոսք կա գրված։ Միակը Դավիթն էր, որ լցվավ հենց այդ պահին հոգով, զորացավ, գրված է, բայց Դավիթը իրան չկործեց, Դավիթը զորացավ իր Տեր Աստծով ու ասեց. հենց հիմա սենց ենք անում, սենց ենք անում ու սենց ենք անում։ Հիմա մանրամասն չեմ հիշում։ Ինքը միակն էր, որ չխառնվեց, ինքը միակն էր, որ չմտավ այդ իրավիճակային այդ բանի մեջ, այդ ստրեսի մեջ, ինքը միակն էր, որ գրված է, զորացավ եւ ասեց սենց ենք անում, արեցին ու իրանց ավարը հետ բերեցին, իրանց կանանց աղջիկերքին հետ բերեցին, որտեղից էր Դավիթը, ինչն էր Դավիթի մոտ, որ տենց եղավ։ Դա Սուրբ Հոգու ներկայություն էր, որը միշտ իր հետ էր։ Դավիթը լցվավ Սուրբ Հոգով, ի տարբերություն Սավուղի, Դավիթը սկսեց սաղմոսներ գրել։ Առաջին սաղմոսում ինքը ասում է, որ երանի եմ տալիս այն մարդուն, որ գիշեր ու ցերեկ քո օրենքի մասին է խոսում, մտածում։
նա հաջողվակ ջրերի մոտ տնկված ծառի պես պետք լինի։ Ջրի մոտ տնկված ծառը երբեք չի չորանում, երբեք իր պտուղը ու չի ուշանում։ Սա մեր մասին է։ Այն մարդը, որ մարգարեական է ու տնկված է ու ջրվում է Աստծո խոսքով, ինքը միշտ իր պտուղը տալու է։ Ամեն։ Եվ Դավիթ թագավորի կյանքում մի անգամ էլ դժվարություն եղավ, հիշում եք։ Երբ որ ինքը Բերսաբեի հետ, սա էլ է շատ կարևոր պահ։ Երբ որ Իսրայելը պատերազմի մեջ էր, ինքը դուրս եկավ պատշգամբից եւ տեսավ Բերսաբեին, չգիտեմ, հագնվում էր, ինչ էր անում, կրիշում լողանում էր, տեսավ, գայթակղվեց, ցանկացավ, տիրեց։ Ընդհանրապես մեղքը տենց է, ինքը հիմնականում 4 հատ բան ունի։ Հիշում եք Հեսուի գրքում էլ, որ պահել էին այն ունեցվածքը, ասում են, տեսա, ցանկացա, վերցրեցի, պահեցի, տեսա, ցանկացա, ասեցի Բերսաբեին բերեք ու պղծություն արեց։ Այդքանը քիչ չի Բերսաբեի ամուսնուն էլ, որպեսզի այդ ամեն ինչը ծածկադմփոց անի, ուղարկեց ամենաթեժ պատերազմի գիծը, որտեղ նա զոհվեց, եւ այդքանը քիչ չէր, փորձում էր ինչ որ մի ձև իր խիղճը տաղել, հա։ Սա իր կյանքում դժվար պահերից մեկն էր, մեկը Աբիսողոմի դեպքն էր, մեկը սա էր։ Բայց Նաթան մարգարեն գալիս է եւ իրան մի առակ է պատմում, ասում է, մի հատ մարդ կար, հարևանի ոչխարը մինուճար վերցեց, ինքը լիքը ոչխարներ, հարևանի գառնուկը վերցեց, իր հյուրերի համար ճաշ պատրաստեց, Դավիթ իր տեղից վեր կացավ թագավորական գայից, այդ մարդը միանշանակ մահապատժի է արժանի։ Նաթանն ասեց, լուրջ, այդ մարդը դու ես։ Բայց ի տարբերություն Սավուղի, Դավիթը չընկավ Նաթանին հալածելու հետևից։ Դավիթը խորը զղջում ապրեց։ Սա ինչից էր գալիս։ Սա Սուրբ Հոգու հետ կենթանի հաղորդակցությունից է գալիս։ Ես այստեղ Սավուղին նվաստացնել Դավիթին բարձրացնելու մասին չի խոսքը բացարձակ։ Խոսքը նրա մասին է Սուրբ Հոգու հետ կենթանի հաղորդակցության մեջ է։ Պողոս առաքյալը միտեղ ասում է, ճշմարիտն եմ ասում, սուտ չեմ ասում, իմ խիղճն էլ վկայում է ինձ Սուրբ Հոգով։ Այդ մարդը հասել էր այն աշճան, որ իր խիղճը, խղճմտանքը Սուրբ Հոգով էր արդեն լիովին դաստիարակված։ Եվ մենք նույնպես դրա կարիքը ունենք, որովհետև չես կարող ավելի բարձր բարոյական արժեքներ ունենալ երբևէ, քան Սուրբ Հոգին դա քո խղճմտանքի վրա կդնի։ Ամեն։ Եվ Դավիթը 6-7 օր սուգ արեց, ու այդ երեխան, որ ծնվել էր, իտո մեռավ։ Դավիթը սուգ արեց եւ գրեց այս Սաղմոսը 51։ Ոյ, դե զորավոր ես։ Ընդ մի հատ խոսք է ասում։ Միակ բանը, որ խնդրում էր Աստծուց, եւ քո Սուրբ Հոգին ինձանից մի առնիր։ Ինչ ուզում ես արա Տեր, քո Սուրբ Հոգին ինձանից վեր մի առնիր։ Որտեվ Դավիթը գիտեր ինչ է լինում այն մարդու հետ, ումից Սուրբ Հոգին հեռանում, ինքը դա տեսել էր։ Ինքը տեսել էր ինչ է լինում Դավիթի Սավողի հետ։ Տեր Սուրբ սիրտ ստեղծիր ինձանում, կատարյալ հոգի նորոգիր ինձանում։ 51 Սաղմոսը առասարակ, եթե թագավորած գիրքը կարդում եք, վերնագրերը գրած է Դավիթը երբ է արել։ Այդ թագավորած գրքի պատմությունների հետ կարդացեք այդ Սաղմոսները, որպեսզի այդ վերապրում ունենաք։ Երբեմն մենք պրոստը կարդում ենք, վերապրումը չենք ունենում, ինքը շատ խորը Սաղմոս է։ Եվ ամենագրավիչը, որ ինձ միշտ տպավորել է, սա էր։ Մեր բարերով ասած, ինչ ուզում ես արա, մենակ թե իմ հետ ինչ ուզում ես արա, մենակ թե քո Սուրբ Հոգին ինձանից վեր մի առ։ Ամեն։ Ես քո համար լավ նորություն ունեմ։ Հիսուսն ասում է իր աշակերտներին, Սուրբ Հոգին ձեր մեջ է, հա, բայց ձեզանում կլինի։ Հիմա ձեր մեջ է, among you, հա, ձեր միջև ասենց։ Դա ասում էր իր աշակերտներին, որտեվ դեռ Պենտեկոստեն չէր եկել, որտեվ դեռ ինքը հարություն չէր առել, ինքը պետք է հարություն առներ, որ Սուրբ Հոգին ինձ հասանելի դառնար։ Ասում է Սուրբ Հոգին ձեր մեջ է, բայց ձեզանում կլինի։ Եվ ձեզանում որ կլինի, հավիտյան ձեզ հետ կլինի։ Ամեն։ Արժե փառավորել մեր Տեր Հիսուսին։ Հալելույա։ Մենք շնորհակալ ենք։ Մենք շնորհակալ ենք, որ ինչ էլ լինում է, ստացվում է, հասկանում ենք, չենք հասկանում, միևնույն է դու քո Սուրբ Հոգին մեզանից վեր չես առնում։ Մենք հասկանում ու արժեքավորում ենք, որովհետև դրա համար մեզ գին կա վճարված եւ ուժեղ բարեխոս ունենք մենք Հոր մոտ։
Ամեն։ Եթե 5 տակարանյան մարդը ուներ վախենալու բան, որ Տեր ինչ ուզում է Սարա, միայն թե քո Սուրբ Հոգին ինձանից վեր մի առ, ես քո համար լավ լուր ունեմ։ Սուրբ Հոգին քեզանից վեր չի առնվելու։ Ասեմ ավելին, մինչև կյանքիդ վերջը հոգալու է, անելու է ամեն բան, որ դու վեր կենաս, որ դու բարձրանաս, որ դու հաստատվես, որ դու թագավորես, որ դու թագավորական լինես, հաղթական լինես։ Ամեն։ Ինքը չի հոգնում, ինքը չի քնում, Իսրայելի պահապանը չի քնում, ինքը միշտ քո հետ է, քո մտքի հետ է, քո հոգու հետ, միշտ քո հետ է, որպեսզի քեզ բարձրացնի։ Մինչև քո կյանքի վերջը հավիտենական հոգի է։ Ես զարմանում եմ, որ երբեմն ասում են սատանան 6000 տարվա պատմություն ունի։ Լուրջ։ Սուրբ Հոգին հավիտենության պատմություն ունի, այսուր եք դուք։ Ամեն։ Իմ Աստված հավիտենականը, դու ասում ես սատանան շատ փորձառու է 6000 տարվա։ Մենք Քրիստոսի միտքը ունենք, գիտեք։ Ես անպագորգոր չեմ ասում, եթե մեկը դեռ չունի, իրան հասանելի է։ Մենք Քրիստոսի միտքը ունենք, մենք Տիրոջ հոգին ունենք, որը հավիտենական է, եւ մեր մեջ է, եւ Աստծո մեր մեջ բնակվելը գիտենք Սուրբ Հոգով, որ մեզ տվեց։ Ամեն։ Երևի այսքանը կուզեմ ասել ու նորից կրկնվել։ Սիրելի եկեղեցի, սիրելի մեզ լսող, ես չգիտեմ ինչպես է քո մոտ Սուրբ Հոգու հետ հաղորդակցությունը, բայց այս օրերում դա այն է, ինչի կարիքը մենք շատ ունենք։ Եվ մենք Սուրբ Գրքի օրինակներում տեսնում ենք, որ այն մարդիկ, ովքեր ուղղակի տեղ չտվեցին, ես ձեզ ասեմ, այսօր էլ մարդիկ հոգին իրանց հետ է, քավությունը կա, Աստծո սերը դեռ իրանց վրա է, բայց Սուրբ Հոգու հետ չեն հաղորդակցում եւ իրանց կյանքի որոշումները ճիշտ որոշումներ չեն։ Եվ իրանց քայլերը ճիշտ քայլեր չեն։ Եվ երբեմն հետ են դառնում ու ասում են բախիս են եղավ, բախին են եղավ, ախր դու երբ ես խորհուրդ արել Սուրբ Հոգու հետ։ Դու երբ ես հաղորդակցվել իր հետ, որ քեզանում ձևավորի թագավորական արքայական մտածելակերպ, հիշում եք Սամուելը Սավուղին ինչ ասեց։ Ասեց, որ գնալու ես հանդիպելու ես սենց մարդկանց, հետո նենց մարդկանց, հետո մարգարեական խմբի մեջ ես մտնելու եւ Տիրոջ հոգին գալու է քեզ վրա, մարգարեանալու ես, դրանից հետո ձերքիցդ եկած նրա, որտեվ Տերը քո հետ է, ու դրանից հետո ձեռից եկած արև ու մեծ հաղթանակ տարավ։ Իր սկիզբը շատ ճիշտ սկսեց։ Տերը քո հետ է, ձեռքիցդ եկած նրա, երբ որ դու իր հետ ես, երբ որ դու իր հետ հաղորդակից ես։ Ամեն։ Տերը օրհնի ձեզ։ Եկեք աղոթենք, եկեք մի կարճ աղոթենք, հա, որ եթե մեկը զգում է, որ չորություն է իր մեջ, գեղամը հեռու է, կարա մոտենա մեզ օգնի։ Okay։ Եկեք ուղղակի աղոթքի տեղ տանք, մի կարճ, մի 2-3 րոպե, հա։ Եվ ես ուզում եմ քեզ հորդորեմ։ Այս աղոթքի մեջ եթե կզգաս ինչ-որ մի բան քեզ խանգարում է, ինչ-որ մի բան կանգնացրել է, ուղղակի մերժիր դա, պոկիր դա, հրաժարվիր դա։ Ուղղակի ասա խոսքն ինձ ասում է, որ նա, որ ինձ անում է, շատ ավելի զորավոր է, անհամեմատ ավելի զորավոր է, քան թե նա, որ այս աշխարհում է։ Նա, որ մեզ անում է, շատ ավելի մեծ է, քան ցանկացած իրավիճակ, որ փորձում է մեզ ստրեսի ենթարկի, մեզ խառնի, մեզ կտրի, մեզ չգիտեմ ինչ անի, դա սուտ բոբո ձաձաներ են, սուտ են իրանք չկան իրականում, իրանք երևակայություն են, իրանք վախ են, իրանք միտք են, բայց նա, որ մեզ անում է, շատ ավելի զորավոր է եւ մեզ հետ է հաղթություն տանելու համար։ Եկեք ուղղակի մի կարճ աղոթք անենք, լավ։
Ամեն երևույթ, որ սահմանափակում ես մարդուն, ամեն ստություն ու խաբկանք, դուրս շպրտվիր մարդկանց մտքերից, Հիսուս Քրիստոսի անունով։ Ես ասում եմ, որ եկեղեցին բաց է Սուրբ Հոգու համար, Տեր Հիսուսի ամենակարող անունով։ Ես խոսում եմ, որ Էլբեթել եկեղեցին բաց է Սուրբ Հոգու համար, Սուրբ Հոգու հաղորդակցության համար։ Աղոթեք ու ակտիվացեք, աղոթեք ու բարձրացրեք, արծարծեք այն պարգևը, որ ձեզանում է, Հիսուսի անունով։ Սկսեք, վերցրեք այդ կրակը, դա ձեզանում է, ակտիվացրեք, վերցրեք ու տարեք ձեր այդ ամեն տեղ։ Հալելույա, Հիսուս մեր Տեր, մենք արժեք հավատում ենք, այն ինչ դու արել ես մեր համար։ Մենք գնահատում ենք քո Սուրբ Հոգու գործը։ Մենք ասում ենք, որ բարձրանում ենք քո Սուրբ Հոգու մեջ հաղորդակցության համար։ Հիսուսի ամենակարող անունով։ Սուրբ Հոգի դու հրավիրված ես։ Մենք քո կարիքը ունենք ամեն ժամանակ։ Ամեն չարի սարքած պարիսպ թող լինի քանդված Հիսուսի անունով, որը ստությամբ փորձել է սահմանափակել կամ կանգնեցնել մարդու Սուրբ Հոգու հետ ունեցած փոխհարաբերությունը։ Ես դեմ եմ կենում ու քանդում եմ Հիսուսի անունով ամեն երևույթ, որը կանգնացնում է, խոչընդոտում է Սուրբ Հոգու հետ փոխհարաբերությունը, ամեն ստություն դուրս շպրտվիր հենց հիմա Հիսուսի անունով, կա ազատություն Քրիստոսի մեջ, կա փոխհարաբերություն բաց Հիսուսի մեջ, Հիսուսի շնորհով Աստծո գահին մոտենալու արտոնություն ունենք, Տեր Հիսուսի շնորհիվ, այս ամենը մեզ հասանելի է, Հիսուսի ամենակարող անունով, Տեր մենք շնորհակալ ենք քո Սուրբ Հոգու համար, թող ամեն մեկը հանձն առնի, նորոգվի քո Սուրբ Հոգու հետ հաղորդակից կյանքի մեջ մտնելու համար, Տեր Հիսուսի ամենակարող անունով, Տեր մենք շնորհակալ ենք, շնորհակալ ենք, շնորհակալ ենք, շնորհակալ ենք, Սուրբ Հոգի, մենք ասում ենք շնորհակալ ենք քո համար, որ դու միշտ մեր հետ ես, միշտ մեզ ուղղորդում ես, առաջնորդում ես, օգնում ես, իմաստություն ես տալիս, խորհուրդ ես տալիս, ակտիվացնում ես մեզանում մարգարեականը, ակտիվացնում ես մեզանում հոգևորը, Սուրբ Հոգի մենք շնորհակալություն ենք ասում քեզ, դու հրավիրված ես միշտ այստեղ Հիսուսի անունը բարձրացնելու համար, մենք վստահում ենք քեզ, մենք վստահում ենք քո գործին, Տեր Հիսուսի ամենակարող անունով, ամեն, ամեն, Տերը օրհնի ձեզ, Տերը օրհնի ձեզ, էական չի երկրպագությունը կա չկա, միշտ հո չկա, միշտ հո գեղամը մեր հետ չի, օգնում է շատ ուժեղ, ամեն, գեղամի օծությունը, գեղամի պարգևը յուրահատուկ է, հիացնում է, բայց միշտ հո աղբերը մեր հետ չի, բայց միշտ Սուրբ Հոգին մեր հետ է, ամեն մեկը սկսեք պրակտիկա անել, մենք սա մասին շատ կխոսանք, սրանից շատ կխոսանք, կիսվեք փորձառություններով, արդեն ուշ է, շնորհակալություններ ջան, հա, բայց կարաս արդեն, հեսա հաղորդություն ենք ընդունելու, մի հատ կարճ վկայություն անեմ ու հաղորդություն ընդունենք, Սայմոնը, եթե հիշում եք, 2 տարի առաջ եկել էր այստեղ Սայմոն Բեյթ, ամերիկացի ավետարանիչ ծառայող էր, ուրեմն այստեղ գալուց մոտ մի տարի առաջ էլի գալիս է, ես շաբաթ օրը աշխատանքի եմ լինում, այդ օրը իրիկունը ծառայության պետք է գնամ մի տեղ, եւ հաղորդագրություն եմ ստանում Սայմոնից, որ ես Երևանում եկել եմ, ես ինչ տեղն եմ, ինչ պլաններ ունես, երեկոյան կարող ենք հանդիպել, շփվել, Աստծի կակրած, հեսա քեզ տանում եմ մի հատ, սենց կրոնավորված չակերտավոր, մեր աղբերներն են կրոնավորված չէ, բայց մի հատ տեղ եմ տանում, որտեղ կակրած մարգարեականի կարիք կա, ասում եմ կակրած իրիկունը գնում ենք այդ ինդիա, որտեղ հիմա բանենք են, բարունա գնացը, մեր աղբերներն են, մեր ժողովուրդն են, ասում եմ կտանենք քեզ մի հատ լավ տեղ, միասին գնանք ծառայելու, հետաքրքիր է, մեքենայով գնում էինք, Ես ուղղակի միացրել եմ երկրպագության երգեր, արտասահմանյան, օրինակ թևածի իր բան վերջինը, որ գեղամը երգեց, այդ ոճի երգեր ենք միացրել, կարող են այդ երգնել էր, ես մեկ էլ մի պատ տեսնեմ կողքը սենց ինքը պայտակ կտրվել է ու սենց լացում է, ինչ-որ ներկայության մեջ է մոտել, իմ համար հիանալ էր ու զարմանալ, հետաքրքիր է, դե չէի տեսել տենց բան, տենց շատ ոնց որ նուրբ մի անգամից իր մոտ ոնց որ միացավ այդ պահը, վերջը գնացինք, ինքը չէի պատրաստվել իր մասին խոսալ, ուղղակի վկայություն անեմ, ինքը որ իր նվիրումը արել է, աշխատել է Audi կոնցեռնում, բավականին լուրջ ճանաչված ով չգիտի աշխարհում Audi կոնցեռնը, սա աշխարհի
Հարաճանաչ աղուձի մեքենաների բրենդը։ Երբ որ ինքը հրավեր է ստանում Աստծո մարդու միջոցով մի ծառայության ժամանակ, որ իր կյանքը նվիրի Հիսուսին, ինքը թողնում է այդ ունեցած ընդեղի դիզայներական այդ սաղ, այդ կարիերան բանը թողնում է ու մտնում է full time ավետարանչության մեջ։ Իր վերխետորը, որ հակել էր աղուձին հետևը, զավոդի վերխն էր դաժե։ Եվ երբ որ ծառայությունը սկսեց, այնտեղ երկեր, բաներ, տենց խոսք, բան, վերջում եղբայրներից ասին, բան մեր հյուրին չեք ծանոթացնում։ Արդ դու կար, չէ՞ այդ օրը։ Այդ օրը չկար, Դավիթն էր մեր Չարենցավանի, Դավիթն էլ թարգմանում էր։ Տենց ներկայացրեցին, ասեց, եթե ուզեք, սովորական նստել է իր համար մարդը, եթե ուզեք կարող եմ կյանքիս վկայությունը պատմել, ասեցին, հա, իհարկե, սիրով։ Տենց սկսեց սովորական պատմել։ Ես ես ինչ մարդ եմ Զելանդիայից, որ ապրում եմ Ամերիկայում, սենց կյանքը մի 5 րոպե, 7 րոպե պատմեց, եկավ հասավ այն պահը, որ պատմեց այն դրվագը, որ առաջին անգամ վերապրում է ունեցել Սուրբ Հոգու եւ այդ վերապրման, այդ վերապրումի մեջ առաջարկ է ստացել Աստծուն, ոնց որ այդ որ ինքը որոշում է կայացել, նման էր նա, որ անձամբ Աստված կանգներ իրան ասեր. կգաս իմ հետ, լիքը բան կա անելու, այսինքն վերապրում էր։ Երբ որ Սայմոնը պատմում էր այդ վկայությունը, որ եկել է այդ պահ այդ ծառայության մեջ, բոլորը հավաքված, ես նստած այդ ծառայողն ասում է, այստեղ մեկը կա, ում Տերը կանչում է, մի օգու Տերը կանչում է, ես զգում եմ, մեկը կա, ինքը թող վեր կենա, ասում է, ես չգիտեմ ոնց ես նստած այստեղից, այն որ ինքը չէր ուզում այդ ծառայությանը գար, մամայի խաթր էր եկե։ Մաման ուժեղ քույր էր, ասել էր մի հատ եղբայրական կա, դու պետք է գնաս, մամ ջան գործեր ունեն, բան չէ, պետք է գնաս։ Вообще այն որ Իրանը չէր։ Ինքը նստած է լինում այդ դեմո շաքարանի ծառայություններ, եղբայրներին որ անում են, այդ ծառայության նստած ալում, ծառայող ասում է, ստեղ մեկը կա, ում Տերն ասում է, որ ինքը պետք է իր կյանքը տա ինձ։ Ասում է, ես չհասկացա ոնց ես վեր կացա ոտերից վրա կանգնեցի եւ չհասկացա ոնց իմ ոտները գնում են դեպի այդ ալտարի մոտ, այդ սեղանի մոտ եւ հասկացա, որ փաստորեն ես եմ այդ մարդը։ Երբ որ Սայմոնը պատմում էր, ինքը մի պահ կտրվեց, ասեց շնորհակալ եմ Սուրբ Հոգի, որ այստեղ ես։ Դաշտ պատեց ես մետ։ Ասեց Հիսուսի վկայությունը մարգարեության հոգին է։ Հիսուսի վկայությունը մարգարեության հոգին է։ Եվ մենք բոլորս հիսունական մարդիկ, որ կյանքում հա լեզուներով աղոթում ենք, լսում ենք, բայց տենց վերապրում չենք ապրել, ես ընդեղ վերապրեցի այն, ինչ Սավուղը վերապրեց Նավաթում Սամուելի մարգարական խմբի մոտ։ Ես շոշափելի զգացի, ինչ է նշանակում, երբ որ դու հրավիրում ես Սուրբ Հոգուն եւ ինքը գալիս է քո եկեղեցի։ Սիրելիս, ինքը էլ բեթելում է։ Դու մի գնա իրանից։ Ինքը միշտ էլ բեթելում է։ Դրանից հետո փոխվա ֆորմատը։ Վեր կացան, հերթով ծառայություններ, ընդ մեկը ընկնում էր, մեկի վրա մարգարեություն, մեկի վրա խոսք, մի հատ խարիզմատիկ շարժ սկսավ, որ այդ ժողովրդի համար լրիվ անսովոր էր, ես էլ դες վրոձի բդրա կողմնակից եմ, բայց ես չեմ սես բան տեսել, բայց մենք բոլորս հպվանք Աստծուն եւս։ Ամեն մի ծառայող ունի իր անուշահոտությունը։ Ամեն մի ծառայողի ծառայությամբ դու իր պարգևով կհպվես միևնույն Աստծուն, ամեն։ Ամեն մի ծառայող մի գեղեցկություն է։ Հետաքրքիր է, պապան մարմինը բարեխառնել է, եւ այն որ ճկույտ է թվում է թե ինչ կարանի, ավելի բան կարա մեծանի, քան մի ուրիշ երևացող օրգան, որ չի կարող անի։ Մարմինը բարեխառնեց, ամենքին շնորհներ ու պարգևներ տվեց։ Ամեն։ Տերը օրհնի ձեզ։ Տերը օրհնի ձեզ։ Գուրգեն եղբայր, մենք պատրաստ ենք հաղորդության համար։ Այսօր հաղորդություն ենք ընդունելու։ Այսօր շատ խառը ծառայություն էր, չէ՞։ Երեխեքով, պատանիներով, սենց մի ուրիշ կարգի փառաբանությունով։ Հիմա էլ հաղորդություն ենք ընդունելու։ Ես ուզում եմ ուղղակի Պողոս Արաքյալի խոսքը հիշացնեմ։ Ուղղված առաջին Կորինթացիներ 10-րդ գլխում։ 10-րդ գլխում այդ կարճ հատվածը բերում, հետո 11-ում մանրամասն ասում։ Բայց 10-ում հետաքրքիր բան է ասում։ Ասում է այն օրհնության բաժակը, որ օրհնում ենք, չէ որ հաղորդություն է Քրիստոսի արյունի։ Այն հացը, որ կտրում ենք, չէ որ հաղորդություն է Քրիստոսի մարմնի։ Որովհետև մեկ հաց, մեկ մարմին ենք մենք շատերս, որովհետև ամենքս այդ մեկ հացիցն ենք վայելում։
մեկ հաց, մեկ մարմին ենք ամենքս։ Էլ չեմ ուզում շատ խոսամ հաղորդության մասին, ուզում եմ մի բան ասեմ։ Սա եղբայրները կմոտեցնեն սիրներ։ Մեր Տեր Հիսուսը վերջին ընթրիքի ժամանակ արեց մի բան, ինչ նման բան չէին տեսել։ Իրանց համար սովորական զատիկ էր, եկել էին զատիկ ուտելու։ Զատկական այդ մսեղենը կար, բաղարջ հացերը կային, խոտեղենը կային, բայց դրա վերջում Տերը մի հատ նոր ուխտի խորհուրդ է տալիս։ Վերցնում է գավաթը եւ ասում է, սա նոր ուխտ է, հիմա կատարվում է նոր ուխտ իմ արյունով։ Այս գավաթը, որ դուք խմում եք, հիմա դուք չեք հասկանում, բայց պատկերացրեք, որ դա իմ արյունն է, եւ այս հացը, որ դուք ուտում եք, պատկերացրեք, որ իմ մարմինն է, որը ամբողջ աշխարհի մարդկության համար կոտրվում է, կոտրվում է։ Թեպետ իր մարմինը չկոտրվավ, բայց աչի վրա մեր համար զոհ եղավ։ Կոտրվում է այն իմաստով, որ տրվում է ամբողջ աշխարհի մարդկության համար։ Եվ երբ որ ես ընդունում եմ այս նույն գավաթից, որից դու ես ընդունում, եւ երբ որ ես ուտում եմ այս հացից, որ դու ես ուտում, այն նույնը ինչը կա քո օրգանիզմում, այդ նույնը կա իմ օրգանիզմում։ Եվ սա խորհուրդն է նրա, որ մենք բոլորս մեկ մարմին ենք։ Եկեղեցին կենդանի է, երբ որ ինքը մեկ է։ Ամեն։ Եկեք կանգնենք ոտքի։ Ոյ մամա շատ դժվար է, ամենապատվավոր պահերից է սա, որովհետև ես փորձում եմ միշտ ինչ որ պահ հասնեմ Գողգոթա, որ հասկանամ ինչ արվել իմ համար։ Պողոսն ասում է, քանի անգամ ուտում եք ու քանի անգամ խմում եք, դրանով դուք Հիսուսի բառերով ասած Հիսուսի մահն եք պատմում, մինչև որ ինքը գա։ Իսկ ինչ է նշանակում Հիսուսի մահ։ Հիսուսի մահ նշանակում է իմ մեղքերից ազատվելը։ Հիսուսի մահ նշանակում է իմ բարձրալի ծածկոցի պաշտպանության տակ մտնելը։ Հիսուսի մահ նշանակում է իմ ազատությունը։ Աշխարհը գիտի թե ինքը ազատ է, բայց Հիսուսն ասում է ամենը որ մեղք է գործում, մեղքի ծառա է։ Իրական ազատը նա ում Տերն է ազատում, եթե մարդու որդին ձեզ չազատի, բնավ ազատ չեք լինի։ Հիսուսի մահը իմ հաղթությունն էր մահվան վրա, ամեն։ Հիսուսի մահը իմ հաղթությունն է ցավերի եւ հիվանդության վրա։ Հիսուսի մահը իմ հաղթությունն է դիվական ողջ աշխարհի վրա։ Ես որ մենք բոլորս սա գիտակցենք, հասնենք Գողգոթա մտովի։ Տերը Գողգոթայում չի։ Խաչը նույն օրն է դատարկվել։ Արնոտ է մնացել այդ խաչը։ Այդ արունը թափվել է իմ ու քո ու ամբողջ աշխարհի մարդկության փրկագնման համար։ Հիսուսի մահը գին էր, որ վճարվեց ամբողջ աշխարհի մարդկությանը փրկելու համար։ Ամեն։ Ես ուզում եմ, որ մենք այսօր ասենք, Տեր Հիսուս, մենք քո մահն ենք պատմում։ Մենք դավանում ենք, որ այն արյունը, որը թափվել է խաչի վրա 2000 տարի առաջ մոտ, թափվել է իքավություն մեր մեղքերի, թափվել է մեր մեղքերի ներման համար։ Մենք ասում ենք, որ այն արյունը, որը թափվել է, վկայում է, որ մեր մեղքերը ներված են, որ մենք ազատ ենք, որ մենք սուրբ ենք, մենք արդարացված ենք, մենք Աստծո ժողովուրդ ենք, մենք Աստծո ժառանգորդն ենք։ Ամեն։ Պողոսն ասում է, զգուշացեք, հա, առանց գնահատելու, առանց արժեքավորելու չլինի, որ մեկը մոտենա սրան։ Ոմանք ճիշտ չէին մոտենում ու խնդիրներ ունեին, բայց Էլբեթել եկեղեցին գնահատում է։ Շնորհք քահարազող եկեղեցին գնահատում է, թե ում շնորհիվ մենք շնորհքի տակ ընկանք։ Ամեն։ Տեր Հիսուս, դա քո սուրբ թափած արյան գինն էր, որ մեզ արժանացրիր ես մեծ պատվի։ Եկեք ես հավատքով ընդունենք։
Եվ նույնպես հացը առավ կտրեց, տվեց ու ասեց. «Այս մարմինը կոտրվում է ամբողջ աշխարհի մարդկության համար»։ Եվ Պողոսն ասում է, մենք որ սա ընդունում ենք բոլորս այս նույն հացից, որ ընդունում ենք, մեկ մարմինն ենք։ Եկեղեցի ընդունում ես, որ դու մեկ ես։ Գիտեք, ես հավատում եմ, որ Հովվը իզուր չի ժամանակ ծառայությունը տանում նրան, որ բոլորդ իրար ձեռք բռնեք ու միասին աղոթք անեք։ Դա նույնպես ակտ է։ Դա մեր միաբանությունն է։ Եկեղեցի չլինենք ուղղակի Կիրակից Կիրակի եկող։ Ճիշտ ասած, ես եկող Կիրակի երկրում չեմ լինելու, չասեք եղբայրը ասում էր, Հովվը ասում էր ինքը չկար, երկրում չեմ ուղղակի, գալու եմ ու լինելու եմ ձեր հետ։ Ու մենք մեկ մարմին ենք։ Ամեն։ Ով որ ընդունում է իրան, չէ, սա Հիսուսի մարմինն է, ընդունելով սա, ընդունի, որ դու Տիրոջ մարմնի անդամ ես, որի մասնիկ է էլ Բեթելը, ամեն, ընդունենք։